Պարոն Մեսրոբյան, եթե ամփոփելու լինենք 2016 թվականը, ինչով կարևորվեց, առանձնացավ եւ հատկապես որոնք էին 2016-ի թերացումները։ Ես 2016 թվականի մասով կառանձնացնեմ 3 դեպք։ Առաջինը դա քարորյա պատերազմը, երկրորդը հուլիսյան դեպքերը, երրորդը կառավարության փոփոխությունը։ Ամեն մեկը ես կցանկանայի դիտարկել ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ տեսանկյունից, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ թերացումներ մենք ունեցանք, որոնք նաև սկսվում են դեռ 1991 թվականից, որտեղ այս 3 դեպքերը մեր կուտակված թերացումները վառ բացահայտում են։ Սկսեմ քարորյա պատերազմից։ Քարորյա պատերազմը ցույց տվեց, որ մի շարք հարցերով Հայաստանը պատրաստ չէ։ Դիվանագիտության մասին չեմ ասում, դա միշտ մենք պատրաստ չենք դրան, իսկ ինչ վերաբերում է բուն պատերազմի տողբոյին, մենք տեսանք ինչպիսի թերացումներ, թե ռազմական իմաստով, թե ռազմական մտքի իմաստով, թե ընդհանրապես լրատվական միջոցների աշխատանքի իմաստով։ Այսինքն մենք իրոք իրավունք չունեինք այս մի շարան մեր բաց թողումներին հասնեինք 2016 թվականի ապրիլին, որովհետև մենք պատերազմը տեսականորեն չգիտենք, այլ շատ պրակտիկ ու ոչ միայն գիտենք, այլ նաև հաղթել ենք։ Հետևաբար մենք պետք է միշտ պատրաստ լինենք ռազմական իմաստով ամենավտանգավոր սցենարի, այլ ոչ թե պետք է լինի քարորյա պատերազմը եւ մենք տեսնենք մեր թերացումները։ Ես շատ մի կարևոր հանգամանք եմ ուզում ասեմ ապրիլյան պատերազմի մասով, հայ ազգը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը ազատված է 1915 թվականի բարդույթից, այսինքն զոհի կերպարից, եւ մենք ստիպված ենք հիշեցնել մարդկությանը, որ մենք ունենք ցեղասպանություն եւ այլն, այլ մենք ցույց ենք տվել, կրկնում եմ հերթական անգամ, որ մենք մարտունակ ազգ ենք, մեր ոգին բավականին բարձր է եւ լավ իմաստով կռվարար, եւ ցեղասպանությունը չի կարող կրկնվի այն պարզ պատճառով, որ մենք այդ բարդույթից ազատված ենք։ Սա թերևս ինձ համար ամենակարևոր դրական եզրակացությունն է։ Պարոն Մեսրոբյան, հուլիսյան դեպքերին եթե անդրադառնանք, ԲՊՑ գնդի այդ գրավման մասնավորապես ինչ դասեր քաղեցինք եւ այդտեղ ինչ վերլուծություններ կանեք այդ մասով։ Դասերը հատկապես եւ խնդիրների մասին։ Ինչը հանգեցրեց դրան, որ մի խումբ մարդիկ գրավեցին, նրանց հետևից գնացին հազարավոր մարդիկ, նաև ունեցանք զոհեր, դասերի մասին եմ ուզում խոսենք։ Նախ ես ուզում եմ մի բան շեշտեմ, որ մի շարք պատճառներ բերեցին հուլիսյան դեպքերին, ես կխոսամ միայն մեծ սխալների իմաստով վերաբերվող տեսանկյունից։ Առաջինը, եւ դա արդեն բազմաթիվ անգամ ասվել էր այլ դեպքերի պահով, որ չի կարելի իրավիճակը տանել դեպի փակուղի։ Այսինքն, եթե կան ընդդիմախոսներ, բնական ընդդիմախոսները տարբեր են լինում, պոռոտախոսներից սկսած, վատատեսողներից սկսած, ինչու՞ չէ արտասահմանից վճարվող գրանտալափերից սկսած, վերջացրած իրոք սովորական մարդը, որ շատ հարցերում դժգոհում է դեռ 1991 թվականին։ Չի կարելի մարդուն, ցանկացած մարդուն ստեղծել իր համար մի իրավիճակ, որ ինքը պարզապես ուրիշ ելք չի տեսնում։ Չի կարելի թե ընտրությունների մասով, թե քննադատությունների մասով, թե շատ հարցերում ուղղակի բոլոր ճանապարհները փակել, բոլոր հնարավորությունները փակել, որովհետև գոլոշին մեկա պետքա դուրս գա եւ բնական է վտանգ կա, որ պետքա դուրս գա ռազմական ճանապարհով, որը անընդունելի է հայության համար, դա բոլորս պետքա հասկանանք։ Եվ այս իմաստով իշխանությունների մեղքը անբեկանելի է, այսինքն այլ ուժին մեղադրել, թե
կացան պայթեց չի կարելի եւ բարոյական չի։ Քանի որ խոսեցի բարոյականության մասին, կուզենայի բարոյականությունը նայել բուն դեպքերի մասով։ Ինձ համար սարսափելի էր, որ տալով 3 զոհ, հա, մի հոգի էլ հրկիզվեց Բաղրամյան փողոցի վրա։ Շատ մարդիկ, մտահոգ իրանց համարող մարդիկ, ոչ միայն չէին անդրադառնում կամ խուսափում էին անդրադառնալ 3 ոստիկանների սպանությանը եւ երկրորդը, որ գրեթե չկար ցավակցության խոսքեր եւ այդ ճռճռան վեհվե ռետորաբանությամբ փաստորեն անբարոյական քայլ կատարվեց եւ մենք բոլորս ենք մեղավոր, որ չեղավ մի խումբ շատ մեծ ազդեցիկ, որ ուղակի դատապարտի այդ սպանությունները, որտեվ գիտեք ինչ ուզում ենք ասել, մենք զոհ տվեցինք հայերին։ Ես մի անգամ արդեն ասել եմ, մենք չինացիներ չենք։ Մեզ համար յուրաքանչյուր հայի կյանքը գանձ է։ Մենք ոչ մի բանով չպետք է բացատրենք սպանությունները։ Եվ այդ հաճախ մի շարք ակտիվիստների ինձ համար խիստ անբարոյական կեցվածք ընդունեցին հենց այդ հարցում, սպանությունների հարցում։ Դա չի կարելի արդարացնել ոչ մի ձևով, առավել ևս ազգայինի իմաստով։ Եվ ընդհանրապես, եթե ես տեսնում եմ, որ նման վատ դեպքերը, վատսական դեպքերը ծածկվում են անպագորգոր, շատ ընած դատարկաբան ռետորաբանություն, ես կրկնակի եմ վրդովում, որտև ստացվում է, որ կան մարդիկ, որոնք պայքարում են եւ իրենց բարոյական կերպարով ոչ մի բանով չեն գերազանցում նրանց ում դեմ իրանք պայքարում են։ Իսկ սա նշանակում է, որ մենք նորից կանգնած ենք հայոց համազգային խնդիրի առջև, ընտրել վատի ու վատագույնի միջև։ Ընդդիմադիր ուժերի պահվածքը հատկապես այդ օրերին ոնց է գնահատում, դա էլ հետաքրքիր է ամեն դեպքում, կար ընդդիմադիր զանգված առաջնորդող չկար հաշվի առնելով այդ որոշ ձերբակալությունները։ Շատ բացասական, խիստ բացասական։ Ես մի նժարի վրա կդնեմ հուլիսյան դեպքերի մեղավորներին, թե իշխանությանը, թե ընդդիմությունը, ինչպես ասում են, իրենց արժեն։ Փաստորեն ինչ տեղի ունեցավ այդ դեպքերից հետո, ոչ մի լուրջ եզրակացություն, սպանություններ, շատ ու շատ դժբախտ պատառներ դեպքեր, վիրավորներ, չէ՞, եւ ի վերջո մենք ինչ ստացանք, մենք ոչ մի բան ըստ էության չստացանք, մի բան էր լավ, որ ինչ որ մի անտեսանելի գիծ կար, որը փառք Աստծո չանցավ։ Եվ ստեղ կարելի ասել երկու կողմն էլ խոհեմության վերջի պահին խոհեմություն դրսևորեցին, հայի խոհեմությունը, չէ՞։ Եվ իշխանությունները չգնացին, որ ասում են հռեկոպալե արճակատման, եւ ապստամբ մարդիկ էլ չշարունակեցին իրանց գիծը։ Այդ իմաստով ես գտնում եմ, որ դա շատ դրական պահ է, որ հայությունը ցույց տվեց, որ ինքը որակապես տարբերվում է ուրիշ ազգերից, ինչպես եղավ Ուկրաինայում, արաբական երկրներում, չգնացին մինչև վերջ իրար գլուխ ջարդելը։ Սա ցույց է տալիս ազգի, մեր ազգի պատմական խոհեմությունը։ Մեր ազգը, եթե դուք նկատել եք, միշտ ուշով հետևում է, որ հայի արյունը չթափվի, այդ հայի հարցը մեզ համար շատ ցավոտ է, առավել ևս 1915 թվի շոշոփի ներքո։ 2016 թվականի կարևոր իրադարձություններից էր նաև կառավարության կազմի փոփոխությունը վարչապետի գլխավորությամբ նաև։ Հույսեր, ակնկալիքներ, այսինքն ինչ եք տեսնում կապված նոր կառավարության հետ։ Եվ եթե նաև այս ֆոնին ամփոփելու լինենք, 2017-ին էլ ինչ ակնկալիքներ կան։ Պիտի նկատի ունենանք, որ ընտրական տարի է։ Այդ կառավարությունը գնահատելու համար շատ մի
հանգամանք է խանգարում այսպես կոչված ընտրությունները։ Ինչի այսպես կոչված, որտեղ մեզ մոտ ընտրությունները միշտ այսպես կոչված են։ Թե իշխանության կողմից, թե ընդդիմության կողմից։ Ստեղ ես կասեմ, որ այնուամենայնիվ գոնե արտակնապես փորձ է կատարվում ինչ-որ բան անել։ Ճիշտ է։ Եվ չի կարելի դա չնկատել։ Վտանգը այն է, որ մենք այնքան ենք արդեն անհավատ դառել, եւ այդ անհավատությունը ունի 25 տարվա պատմական փորձ, որ գրեթե շանս չկա ցույց տալու, որ այս կառավարության գործունեությունը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ։ Բնական է, որ մեր պատմական փորձը առաջի զուգահեռությունը, որ տանում է, որ դա կապում է ընտրությունների հետ։ Ստեղ արդեն 100% մեղավոր է միայն իշխանությունները։ Ի տարբերություն նախորդ հարցի, երբ պատասխանատվությունը հավասարապես կիսում են եւ ընդդիմադիրները եւ իշխանությունները, այստեղ միայն իշխանությունները։ Ինչու՞։ Որովհետեւ անհնարին է հիմա սովորական բանակություն ունեցող մարդուն ապացուցել, որ այդ երկու գործոնները կապված չեն։ Հիմա հաճախ իշխանավորները ասում են, իսկ մենք ո՞նց կարող ենք դա ցույց տալ։ Ես շատ պարզ պատասխան տամ։ Ինչպես 25 տարի մարդկանց անհավատությունը ներշնչում եք, սերմացնում եք, այ հիմա ոնց ուզում եք, հիմա այդ անհավատությունից տարեք հավատության դաշտ։ Դա ձեր խնդիրն է, որտեղ դա ձեր էփած ճաշն է։ Դուք էլ փորձեք այն ուտել։ Ուրիշների վրա ստեղ գցել չի կարելի, դա էլ է անբարոյականություն։ Ինչ վերաբերում է 2017 թվականին, ես 2017 թվականին այդ թվականի իմաստով չեմ կարևորում ընտրությունները, գիտեք ինչու։ 1991 թվականից մենք ունենք հայոց համազգային ողբերգություն։ Մենք ստիպված ենք ընտրել վատի ու շատ վատի միջև։ Ընդ որում մի դեպքում իշխանություններն են շատ վատը, մյուս դեպքում ընդդիմադիրները, իսկ դա ընտրություն չի։ Ինչու՞։ Որովհետև եթե չկա ուժ, տվյալ դեպքում ես ընդդիմության մասին եմ խոսում, որը շատ պարզ ժողովրդին ցույց տա այն թիմը պրոֆեսիոնալների, որ պատրաստ է եւ ունակ է երկիրը ոտքի կանգնեցնել, եթե չի կարող ցույց տալ ծրագիրը, ոչ թե բաժակաճառներ, հենց ծրագիր, եթե այս երկու գործոնները չկան, ինձ համար ընդդիմադիրները յական یا չկան նույն հաշիվը։ Եվ այստեղ ես միատել դիտարկում անեմ, երբ ժողովրդին մեղադրում են կաշառակերության մեջ 5000 դրամ է վերցնում, 10000 դրամ է, ուզում եմ հերթական անգամ բարձրաձայնեմ, երբ կա ընտրություն ճակերտավոր վատի ու շատ վատի միջև, դա ընտրություն չի եւ տրված փողը ընտրակաշարք չի։ Մենք մի դեպքում իրավունք ունենք քննադատել ժողովրդին։ Տվեք վատի ու լավի միջև ընտրությունը եւ երբ ժողովուրդը կվերցնի փողը եւ կընտրի վատին, այն ժամանակ ինչ ուզում եք ասեք ժողովրդին, բայց չտալով այդ իմ թեզերից մեկը, չտալով ելք չի կարելի մարդուն ընդհանրապես ոչ մի բանում մեղադրել։ Եվ տվյալ դեպքում ես տեղ ավելի շատ դատապարտում են ընդդիմությունը։ Ամպագորգոր, սրտաճմլիկ, բոցաշունչ ելույթները հերիք է, 25 տարի հերիք է խոսանք։ Հասկանում եք, մենք դարձանք քաղաքական դաշտը դարձավ անվերջ համադա։ Ինչքան կարելի է այդքան խոսալ։ Ամեն անգամ ասում են, հերթական անգամ ռեժիմի դեմքը պատրվեց, լավ էլի։ Այդ գիտեք ինչ մեր հակվածությունը էժանագին սերիալներին մենք պետքա թարգենք քաղաքականության մեջ։ Եթե դուք դժգոհ եք իշխանությունից, շատ բարի։ Այնտեղ չդժգոհել անհնարին է։ Ցույց տվեք թիմը եւ ծրագիրը, որով եթե վաղը ժողովուրդը անկաշար ձեզ ընտրի, դուք գլխով, սեփական գլխով, ոչ թե ուրիշների վրա գցելով, սեփական գլխով պատասխան եք տալու արդյունքների համար։ Կա այդպես բան, չկա։ Պարոն Միստրովյան, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը արդեն իր համագումարում ծրագիր ներկայացրեց, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։
Ուզում եմ ձեր գնահատական այդ ելույթի վերաբերյալ մասնավորապես ինքը լուծումներ էր առաջարկում, մենք գազի գինք իջեցնենք, Ղարաբաղյան հարցի լուծում, փուլային լուծում եւ այլն։ Որն է ձեր մեկնաբանությունը։ Ես ընդհանրապես կոնկրետ մարդկանց կամ կոնկրետ ուժերին չեմ մեկնաբանում շատ պարզ պատճառով։ Ըստ էության ինձ համար իրանք տարբերակելի չեն։ Ինչու՞։ Որովհետեւ մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ կանք։ Սա մեկ։ Երկրորդը Հայաստանը հաղթած պետություն է։ Ինչու չեն կարել, որ դա այլ ձևով մարմնավորի, ուրիշների վրա չգցենք, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի, ոչ մի բանի։ Մենք միշտ սիրում ենք այդ, գիտեք ինչ, այդ իմպոտենտ հոգեբանությունը բոլորին մեղադրել բացի մեզանից, սա ուղղակի երրորդ անբարոյականությունն է։ Խնդիրը ինչումն է։ Ես երբ ասում եմ, որ մենք կանք այնտեղ որտեղ կանք, մենք հաղթած պետություն ենք եւ մենք պետքա տրամաբանական շարունակությունը ոնց ուզում է լինի, մենք պետքա տրամաբանորեն շարունակենք մեր հաղթանակը, այլ ոչ թե հազարներով մեր հերոսներին կորցնենք, հետո փիլիսոփայենք, թե ինչպես կարելի է ձեռները վերև տնկել։ Նման հոգեբանությունը ես չեմ ընդունում։ Կռվել պետքա մինչև վերջ, հաղթել պետքա մինչև վերջ, կառուցել պետքա մինչև վերջ, ընթացքում խորհուրդներ տալը ես չեմ ընկալում ընդհանրապես, սա վերաբերում է բոլորին, ոչ միայն Հայ ազգային կոնգրեսին։ Դուք երբևիցե տեսել եք, որ ցանկացած ընդդիմադիր ուժ հիմնավորված ունենա այն մեխանիզմները, որով ինքը ասում է, եթե ես գամ իշխանությանը, ես դա անող եմ եւ գլխով եմ պատասխան տալի։ Սա էլ այդ մարդիկ են, որոնք իմ խոսքերը մարմնավորելու են, մեկը այս պաշտոնին, մյուսը այն պաշտոնին։ Քանի դեռ չկա, ես ընդհանրապես չեմ կարող քննարկել կամ վերլուծել մի գաղափար, որը կատարածման անհնարին է անել։ Շատ պարզ պատճառով ոչ մեխանիզմ կա, ոչ մարդիկ։